2021 թվականի դեկտեմբերի 13-ին Արտաշատի բժշկական կենտրոնում պատրաստվում էին վիրահատել Նշան Նշանյանի կոտրված ձեռքը։ Անզգայացման ժամանակ նրա սիրտը կանգ է առնում։ Նշան Նշանյանը հայտնվում է կոմայի մեջ։ Նրան տեղափոխում են առաջին համալսարանական հիվանդանոց, որտեղ 14 օր անց կոմայից այդպես էլ դուրս չգալով Նշան Նշանյանը մահանում է։ Դեպք տեղի ունեցել 21 թվականի դեկտեմբերի 13-ին եղբորս հետ 45 տարեկան էր այդ ժամանակ եղբայրս, իրենց այգում գործանելուց աստիճանից ընկել էր ու թևը թեթևակի կոտրել էր, ձախ թևը։ Արարատի հիվանդանոց են տեղափոխել, իրենք Ավշար գյուղում էին ապրում։ Տեղափոխել են Արարատի հիվանդանոց, այնտեղ գիպս են դրել թևը, բայց քանի որ աստիճանից էր ընկած եղել, ուղարկել են Արտաշատի հիվանդանոց գլուխը նկարելու համար, որ համարեն ոչինչ չկա վտանգավոր։ Հիվանդանոցում Արտաշատին նկարել են, ասել են ոչինչ չկա, ամեն ինչ նորմալ է, բայց եղբայրս մտավախություն է ունեցել, որովհետև գլխացավեր էր ունեցել եւ այլն, խնդրել էր, որ իրան այդ օրը պահեն հիվանդանոցում, հաջորդ օրը նորից մի հատ ստուգեն ու նոր դուրս գրվի, որ հանգիստ լինի։ Այդ օրը հիվանդանոցում, երբ որ մնացել է եղբայրս, տրավմատոլոգիայի բաժնի վարիչը մոտեցել է եղբորս ու համոզել, որ վիրահատեն թևը, այդ մետաղյա շինաները դնեն, բացատրելով, որ ավելի արագ լավանա եւ այլն, ասենց ցուրկը կտնի, չգիտեմ ոնց է համոզել, եղբայրս համոզվել է, բայց հաջորդ օրը զանգահարում եմ եղբորս, որ իմանամ ոնց է, ինքը ասում է, բա վիրահատվելու եմ։ Զարմանում եմ, ասել ինչի, դե ասում է, բժիշկը սենց ասեց, որ ավելի լավ կլինի, ավելի արագ կլավանա թևս։ Լավ։ Գնում եմ վիրահատությանը, ամեն ինչ նորմալ, եղբորս տրամադրությունը լավ, ոչ մի գլխացավ չունի, ոչինչ չունի։ Վիրահատությունից առաջ գալիս է բժիշկը ու ասում է, որ անեստեզիոլոգը պետք է գա հարցեր տա։ Ես եմ, եղբորս կինն է ու եղբորս երկու ընկերները։ Սկսում է հարցեր տալ անեստեզիոլոգը, բավականին երկար, մանրամասն հարցեր է տալիս, ու եղբայրս դիաբետ ուներ, այդ օրը առավոտյան ժամը 7-7:30 կողմերը, որպեսզի դեղը խմի դիաբետի, մի փոքր սնունդ էր ընդունել ու կերել էր, ու երբ որ դա ասեց բժիշկին, բժիշկը սկսեց հավելյալ էլի ինչ-որ հարցեր տալ, հարցս ինչ-որ մտահոգվեց, ասեց ինչ-որ խնդիր կա, որ այդքան հարց եք տալիս, բժիշկը ասեց, չէ, ուրիշ ձև կտամ նարկոզը, մենք էլ ինչ ենք հասկանում, բժիշկը եթե տենց է ասում, ասում ենք լավ, հետո էլի հարցեր է տալիս եւ այլն ու դուրս է գալիս գնում է պալատից։ Մի 10 րոպե հետո միջանցքում աղմուկ, աղաղակ, բարձր վիճաբանություն, գոռոցներ ու բաժնի վարիչի ձայնն է լսվում, բարձր, մտնում է պալատ, ասում է վերկած գնա, վաղը կգաս, վաղը կվիրահատենք։ Եղբայրս ասում է, եթե այսօր գնամ, էլ չեմ գա։ Ինչն է խնդիրը, մենք բոլորը ասենք ոնց որ միաձայն հարցում ենք ինչն է խնդիրը, հա, որ այսօր չեք կարող վիրահատել, հեչ ասում է նոր նարկոզ տվող ենք ստացել։ Բաժնի վարիչը, տրավմատոլոգը, որ պետք է վիրահատեր, Սարգիսեր անունը, իսկ եթե չեմ սխալվում, անեստեզիոլոգի անունը Նաիրա էր, եթե չեմ սխալվում։ Այդ Սարգիսը բժիշկը ասում է, լավ, հələ սպասի, հեսա տեսնենք ինչ ենք անում։ Գնում է մի առժամանակ հետո գալիս է մի ուրիշ կնոջ հետ, թերապևտ տարիքով ավելի մեծ կին էր, 60-անց երևի, թերապևտ մի կնոջ հետ, այս կինը գալիս է, ճնշում է, չափում, չգիտեմ, ինչ-որ բաներ է, հարցեր է տալիս եւ այլն, ասում է ոչ մի խնդիր չկա, այսօր կարող եք վիրահատել։ Դե մեզ ասում են մի 20-25 րոպե է տևելու վիրահատությունը։ Եղբայրս ընկերներին ասում է գործից դուրս եկել եք, գնացեք, եղած է մի 20 րոպեանոց վիրահատություն, այլի լուրջ բան չի, գնացեք ձեր գործերին, ես ու եղբորս կինը հարցս մնում ենք 20 րոպե, կես ժամ, 40 րոպե, ոչ մեկ մեզ չի մոտենում, մենք պալատում նստած ենք, ոչ ոք չի մոտենում մեզ, ոչինչ չի ասում, 50 րոպեն երբ որ լրացավ, հարցիս ասցի իր անունն էլ Լուսինե, ասցի Լուսինե, արի գնանք մի հատ տեսնենք վիրահատարանի մոտ ինչ կա, այս ինչի է ձգձգվում վիրահատությունը։ Գնում ենք բուժքրոջ ենք հանդիպում այդտեղ, ասում եմ ինչ կա, եղբորս վիրահատությունից, ասում է հիմա բժիշկը կմոտենա ձեզ սպասի։ Ես արդեն անհանգստացա այդ նման պատասխանից ու նորից հարցրեցի, բայց ինչ կա, ինչ ա եղել, ինչի պիտի բժիշկը մոտենա, դուք չեք կարող մեզ ասել ոնց է ընդունում, ինչի է ընթանում, ինչի է ձգձգվում վիրահատությունը։
ասես չէ, հիմա բժիշկը կմոտենա ձեզ։ Մի 10-15 րոպե հետո դուրս են գալիս Սարգիսը եւ հետո ուրիշ տղամարդ բժիշկ, բա եկեք գնանք կաբինետում խոսենք։ Ես ասենց բառում ասում եմ, հա, մեր ձախորդ փանոսից ինչ կա, փորձում եմ իմ հետ անհանգստությունը, հա, ինչ որ արդեն վատ բան եմ զգում, ասում եմ սուս, գնանք կաբինետում խոսանք։ Ասում եմ, չէ, եթե ինչ որ ասելու բան ունեք, այստեղ ասեք, չէ, գնանք կաբինետ, ասում եմ, խնդրում եմ, այստեղ հենց հիմա ասեք ինչ ա եղել, բա հենց նարկոզը տվեցինք, սիրտը կանգնեց։ Կես ժամ վերակենդանացում ենք արել, այդ մյուս բժիշկն էլ վերակենդանացնող բժիշկներ պարզեց, բաժնի վարիչներ ռեանիմատոլոգիայի։ Հիմա սրտի զարկը աշխատանքը վերականգնել ենք, ճնշումը վերականգնել ենք, բայց կոմայի մեջ է։ Դե ասում եմ, մենք այստեղ էլ ոչինչ չենք կարող անել։ Ասում եմ, բա մենք ինչ պիտի անենք, բա պետքա տեղափոխել Երևան ուրիշ հիվանդանոց։ Ասում եմ, իսկ դուք կարող եք միջնորդել, որ որևէ հիվանդանոց տեղափոխենք, դե մենք կփորձենք։ Անցնում է որոշ ժամանակ, ընկած հիվանդանոցով ման ենք գալիս, չկան, ոչ մեկ չկան։ Վերջապես գտնում ենք, ասում ենք ինչ եղավ, բայց չի ստացվում, ոչ մի հիվանդանոց չի ընդունում։ Նույն այդ ընթացքում բնականաբար ես զանգել եմ արդեն հարազատներին, կանչել եմ եւ այլն, հորաքույջս տղան Նայիրի հիվանդանոցում բժիշկա, բաժնի վարիչա, ինքն է գալիս, ինքն է փորձում ինչ որ հիվանդանոցներ զանգահարել, ես եմ փորձում էլ ինչ որ տեղեր զանգահարել, վերջապես առաջին հիվանդանոցը համաձայնվում է ընդունի, ասում եմ սպասեք, մեքենա կուղարկենք, որ տեղափոխենք, մի քանի ժամ հետո տեղափոխում են։ Այդ ընթացքում հորեղբորս տղայի հետ բժշկին, այդ Սարգիսին մոտենում ենք, ասում ենք, ինչ եք ասում, էլի ինչ սպասենք, ասում եմ գնացեք աղոթեք։ Բժշկի պատասխան գնացեք աղոթեք։ Այդպես գալիս է մեքենան, եղբորս տեղափոխում ենք առաջին հիվանդանոց, 14 օր կոմայի մեջ մնալուց հետո 14-րդ օրը դեկտեմբերի 27-ին մահացավ եղբայրս։ Քույրը Լուսինե Ազնավուրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում, հարուցվում է քրեական վարույթ, Նշան Նշանյանը ճանաչվում է տուժող։ Դեպքից անցել է 3.5 տարի։ Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնը մինչ օրս չի պարզել մահվան պատճառը, իսկ քննչական կոմիտեն չի պարզել, թե ով է մեղավոր։ Հունվարի 5-ին արդեն դիմեցի, որպեսզի քրեական գործ հարուցեն, որովհետև ինչ բժշկի ծանոթ է, որ հարցնում էինք, մեկը հորաքրոջս տղան եւ ուրիշներին, բոլորը ասում էին միանշանակ ինչ որ մի բան չի, ինչ որ մի բան սխալ ա եղել, պետք է այս հարցը պարզվի ու գործը հարուցվեց հունվարի 5-ին, եթե չեմ սխալվում, 22 թվականի։ Գործը վարում էր Արգամա Դալաքյան, փետրվարի սկզբին, ուրեմն դիմել էի փորձաքննությունների, բժշկական փորձաքննության 2 հատի։ Արտաշատի բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Սարգիս Սահակյանի խոսքով տեղի է ունեցել սրտի կանգ։ Մնացածը պետք է պարզի դատաբժշկական փորձաքննությունը։ Ոնց կարամ ես մեկնաբանել դա։ Սրտի կանգ ա եղել, տենց մահացել այդ մարդը։ Ես ոնց կարամ մեկնաբանել։ Արդեն դրա երզոն դատական բժիշկ իրանք մեկնաբանեն, շատ կանցել են։ Առաջինի պատասխանը ես ստացել եմ 24 թվականի փետրվարին, բայց թղթի մեջ գրված է, որ 22 թվականի նոյեմբերին արդեն պատրաստ է եղել եզրակացությունը։ Եզրակացությունից պարզ է դառնում բժշկական սխալ։ Արդեն առաջին եզրակացությունը բժշկական սխալը երևում է։ Բայց շատ կարևոր է երկրորդ եզրակացությունը որ լինի, ու մինչև հիմա չկա երկրորդ եզրակացությունը։ Վաղեմության ժամկետը գործի լրանում է 26 թվականի դեկտեմբերի 27-ին։ Լուսինե Ազնավուրյանի համար անհասկանալի է, թե ինչու 3.5 տարում քննչական կոմիտեն չի կարողանում բացահայտել գործը, իսկ դատաբժշկական գիտագործնական կենտրոնը չի կարողանում տալ վերջնական եզրակացությունը։
Քննչական կոմիտեն հետքին հայտնել է, որ մինչ օրս դատաբժշկական գիտագործնական կենտրոնից չեն ստացել փորձաքննության եզրակացությունը, որի հիման վրա պետք է որոշվի քրեական գործի ընթացքը։ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնից էլ հետքի հարցմանը պատասխանել են, որ 2020 թվականից հետո շատ ծանրաբեռնված են։ Այնուամենայնիվ, նախքան մեր դիմումը սկսել էին Նշան Նշանյանի մահվան պատճառների վերաբերյալ փորձաքննությունը։ 3.5 տարի է հարազատները փորձում են պարզել, թե ինչու Արտաշատի բժշկական կենտրոնում ձեռքի վիրահատությունը դեռ չկատարած մահացավ Նշան Նշանյանը։ Նույնքան ժամանակ էլ քննչական կոմիտեի քննիչը սպասում է դատաբժշկական փորձագիտական կենտրոնի պատասխանին, իսկ փորձագիտական կենտրոնից մի պատասխան ունեն՝ ծանրաբեռնված են։ Եվս 3 դեպք, Նշանի դեպքից հետո շատ նմանատիպ իմացել ենք, որ էլ եղել է նույն հիվանդանոցում։ Ես ուզում եմ, որ արդարությունը ուղղակի արդարություն լինի։ Այդ մարդիկ, բացի այն, որ պատժված չեն, իրենք շարունակում են էլի աշխատել։ Շատ ցավալի է։ Մեր հետագա հրապարակումները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք հետքի YouTube-յան ալիքին, հետևեք մեզ նաև սոցցանցերում։